Ամուսինս բարի հոգատար մարդ է, բայց նրա կողքին ինձ երջանիկ չեմ զգում ու դրա համար մեղքի զգացում ունեմ։ Շատ մարդիկ են բախվում այս ներքին կոնֆլիկտին, որովհետև մեզ սովորեցրել են, որ եթե մարդը լավն է, դա բավարար է երջանիկ հարաբերությունների համար։ Բայց իրականությունն այն է, որ հարաբերությունները միայն բարության ու հոգատարության վրա չեն կառուցվում։ Բայց ձեր զգացումները ձեզ վատը կամ աշտորակալ չեն դարձնում, դրանք հաճախ ազդանշան են, որ ձեր հարաբերություններում կա մի բան, որի մասին երկար ժամանակ լռել եք։ Իսկ ամենակարևորը նման իրավիճակում պետք է ոչ թե լուր դիմանալ ու ձևացնել, թե ամեն ինչ լավ է, մեղքի զգացումից ելնելով, այլ փորձել դուրս գալ անկեղծ երկխոսության։ Ու շատ կարևոր է խոսել ոչ թե մեղադրողի դիրքից, դու ինձ չես հասկանում, ես քո պատճառով դժբախտ եմ, այլ եսի ու աջակցության դիրքից։ Ինձ համար շատ կարևոր է խոսել իմ զգացմունքների մասին, քանի որ մեր հարաբերությունները շատ արժեքավոր են ինձ համար։ Երբ մարդը խոսում է իր զգացմունքների մասին, այլ ոչ թե մեղադրում է զուգընկերոջը, ավելի հեշտ է լինում լսել, քան պաշտպանվել։ Ու հետո միայն միասին հասկանալ, ինչն է ձեզ հեռացնում իրարից ու ինչպես դա փոխել, առանց ինքներդ ձեզ անդադար կորցնելու այդ հարաբերությունների մեջ։ Որովհետև տարբեր հայացքները միշտ չէ, որ հարաբերությունների վերջն են, երբեմն դրանք հենց այն կետն են, որտեղ սկսվում է իսկական անկեղծությունն ու մտերմությունը։